Մզկիթներում օրական 4 անգամ նամազ են անում իրենց համար սովորական օտարի աչքին մի քիչ անսովոր տեսարանները նկարահանելուն դեմ էին։ Ավելի ճիշտ Ղուրանի օրենքներից է կինը չպիտի տեսնի նամազ անող տղամարդուն, նույնիսկ ամուսինների հետ մզկիթ եկած կանայք պատսպարվել էին տղամարդու աչքից հեռու։ Նամազից հետո մի քանի հոգի մոտեցան ու բորբոքված ասում էին, թե ով եմ, ինչու եմ նկարահանում, մինչև որ բանավեճ ծավալվեց։ Ինձ անհասկանալի լեզվով էր, ռուսալեզու Ռաֆիմը հետո բացատրեց, որ արդեն այս առումով Ստամբուլում տեսակետները տարբեր են։ Մի մասը, ովքեր համեմատաբար առաջադեմ են, դրա մեջ Ղուրանի հետ հակասություն չեն տեսնում։ Ոմանք այնուամենայնիվ ավանդապահ են ու հետևում են Ղուրանի օրենքներին։ Всегда они думают, все люди приезжают по скандалам, знаешь, поэтому они вообще, они без проблем, когда ходишь в мечеть. Всегда как объяснить, анламıyor. Давайте что объясните. Burada bak özellikle görüntü veriyor hocam bir de. Burada. Пойдем дальше. Մզկիթ նաև մեծ թվով տուրիստներ են այցելում, ովքեր նույնպես ենթարկվում են Ղուրանի օրենքներին ու մտնելուց առաջ հանում կոշիկները։ Efendim? Tabii gideceğim bir tane mont alacağım. Sen